Ոստիկանությունը բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի համար դատարանի մոտ եկած քաղաքացիներին։ Այս տեսանյութում երևում է, թե ինչպես են ընթարվում ոստիկաններն ու քաղաքացիները։ Այս կադրերում երևում է, թե ինչպես են քաղաքացիներին բերման ենթարկում։ Փաստաբաններն այժմ փորձում են հասկանալ, թե ինչ հիմնավորմամբ են ոստիկանները դիմել այդ քայլին։ Ըստ փաստաբանների բերման է ենթարկվել մոտ 2 տասնյակ մարդ։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է 3 քաղաքացու ոստիկանության բաժին տանելու մասին։ Սամվել Կարապետյանի գործի նախաքննությունը կարող է ձգվել մինչև հունիսի խորհրդարանական ընտրություններ, որպեսզի նա չկարողանա մասնակցել քարոզարշավին։ Իրադարձությունների նման զարգացում չի բացառել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը քննիչների այսօրվա դատարան բերած միջնորդությունը ոչ իրավաչափ է համարել։ Ըստ նրա, Կարապետյանի գործը կարճելու փոխարեն մեղադրող կողմը ցանկանում է եւս 1 ամիս երկարացնել տնային կալանքը։ Այլևս այս քրեական վարույթը զուտ մի պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունը այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև այն ժամկետը, որով խնդրում են, որ տնային կալանքը երկարաձգվի, ուղիղ 1 ամսով, ուղիղ միջամտում է քաղաքական պրոցեսների։ Ինչ ֆորմատով եք պատրաստվում միանալ ուժեղ Հայաստան կուսակցությանը, եթե նման որոշում ունեք։ Վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ այսօր լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նա դատարանի բակ է եկել աջակցելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Հայաստանի կառավարության նախկին ղեկավարը ըստ էության հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, բացառությամբ 1-2 հարցի։ Հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ։ Եվ խնդրում չեք հանդիպում մամուլի ներկայացուցիչների, ձեզ բազմաթիվ հարցեր կան ուղղված, ինչ եք խոսել օրինակ Նիկոլ Փաշինյանի հետ գնացել եք կալանավայր նրան տեսակցելու, ձեզ մեղադրում են, որ դուք չեք համաձայնվել դառնալ 2018-ին վարչապետի թեկնածու, ինչի արդյունքում տեղի է ունեցել այս իշխանափոխությունը, բազմաթիվ մի խոսքով հարցեր կան, կարծում եմ տեղյակ եք։ Թույլ կտաք ավարտեմ իմ խոսքը։ Ես իրավունք ունեմ հարցազրույց տալու։ Դուք հանրության առաջ պետք է նաև հաշվետու լինեք, որովհետև դուք եղել եք Հայաստանի վարչապետը եւ ձեզ ուղղված բազմաթիվ հարցեր կան։ Վարչապետ եմ եղել, ես հաշվետու եմ եղել, այդ իսկ պատճառով ձեզ խնդրում եմ իմ այդ իրավունքը հարգեք։ 1 օր ես հարցազրույց կտամ։ Երբ որ Հայաստանի արժեվ կան ծառացած բազմաթիվ խնդիրներ, երբ որ Հայաստանը կորցրեց Արցախը, դուք որևիցե կերպ չարձագանքեցիք։ Դուք ինչ որ վախեր ունեք, որով կարող եք չխոսել։ Կաշկանդված եք նկատի ունենք ինչ որ բաներով։ Ինչից պետք է կաշկանդված։ Գիտեմ, ինչ հանգամանքներից ելնելով էլի ես լրիվ։ Այսինքն ես ավելնորդ եմ խոսում այսքան ժամանակ։ Վերջ, շնորհակալություն։ Լավ, պարոն Կարապետյան, Երբ որ հարցազրույց տալու ունեմ, այո, աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ։ Լավ չի ստացվում, գուցե։ Սակցիոնի շփումներ ունեք։ Այդ հարցին կպատասխանեք։ Շփումներ ունեմ։ Ոչ մեկ այս ընտրությունից չի խուսափելու։ Ղարաբաղի շարժումը շարունակում ենք, թե չենք շարունակում։ Եթե շարունակում ենք, դա պատերազմ է։ Հայաստանի վարչապետը կրկին վախեցրել է հնարավոր պատերազմով, եթե իր քաղաքական ուժը չընտրվի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Խաղաղության կուսակցություն եւ պատերազմի կուսակցություն։ Խաղաղության կուսակցություն Նիկոլ Փաշինյանը անվանել է իր գլխավորած քաղաքական ուժը։ Իր հիմնական ընդդիմախոսներին ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ վարչապետը տեղավորել է պատերազմի կուսակցության մեջ։ Խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, եւ պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը եւ ես հստակ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, այդ մնացածը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մյուսներ տեղավորվում է նեստրանուբանության տակ։ Հայաստանի 3-րդ հանրապետության անձնագիրը համարվող անկախության հռչակագիրը Նիկոլ Փաշինյան կոչել է կոնֆլիկտի հռչակագիր եւ նորից պնդել, այն չպետք է լինի նոր սահմանադրությունում։ Նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինչու ժողովուրդ ջան, որովհետեւ անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։
ինքը մի կոնֆլիկտի հակամարտության հռչակագիր է։ Ադրբեջանից, Թուրքիայից Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հորդորում են փոխել Հայաստանի սահմանադրությունը, որտեղ կան հիշատակումներ Արցախի, Արևմտյան Հայաստանի մասին։ Վարչապետ Փաշինյանը բազմաթիվ անգամ հավատացրել է, թե սահմանադրությունը ինքը որոշել է փոխել ոչ Ալիևի ու Էրդողանի պահանջով։ Եկեք իմ հետևից։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտության ռիսկը հայտարարել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը։ Armenpress պետական գործակալության հետ զրույցում էլ ԱԱԾ ներկայացուցիչը չի բացահայտել, թե կոնկրետ որ երկրից է այդ ռիսկը։ ԱԱԾ-ն այս շաբաթվա սկզբին նույնպես առանց կոնկրետ երկրի անուն տալու հայտնել էր, թե այլ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող դերակատարներ փորձում են ճնշել հայազգի բիզնեսմեններին աջակցել խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական որոշ ուժերի։ Հայաստանի վարչապետը երեկ անուղղակի ասել է, որ այդ երկիրը Ռուսաստանն է։ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որևէ կասկած չունեմ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ այլ պաշտոնյաներ կոտրել են հանրային մեկուսացումը եւ դուրս եկել Թեհրանի փողոցներ, միանալով Ղոդսի օրվան նվիրված զանգվածային երթին։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանի տարբեր քաղաքներ գտնվում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդային համատեղ հարվածների թիրախում։ Հենց երթի ընթացքում մայրաքաղաքում պայթյուններ են ոլորտացել։ Չնայած վտանգավոր իրավիճակին եւ պարբերական հարձակումներին, երթի մասնակիցները ծածանել են Իրանի դրոշները, ինչպես նաեւ հանգուցյալ հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեիի եւ նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի նկարները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միլիոնավոր մարդկանց դուրս գալը փողոց ապացուցում է ժողովրդի անկոտրում կամքը, եւ թշնամիները ստիպված կլինեն հաշվի նստել այդ ուժի հետ։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հերակա դիմել է Դոնալդ Թրամփին, շեշտելով, որ ամերիկյան ճնշումները միայն ավելի են ամրապնդում իրանցիների վճռականությունը, իսկ երթի վրա հարձակումները որակել է որպես Իսրայելի հուսահատության նշան։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը Իրանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արել։ Ժամանակակից եւ հզոր համարվող իրանական բանակն այնքան արագ է ոչնչացվել, որ այն այլևս կորցրել է իր մարտունակությունը, նշել է նա։ Հեքսեթը շեշտել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ իրանական ռեժիմի ներկայացուցիչները երկնքում այժմ տեսնում են միայն երկու խորհրդանիշ՝ ԱՄՆ-ի դրոշն ու Իսրայելի Դավթի աստղը, ինչը անվանել է Չարի ռեժիմի վատթարագույն մղձավանջը։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցում տիրող լարվածությանը, պատերազմի նախարարը հայտնել է, որ Թեհրանն այնտեղ գործում է հուսահատությունից դրդված, սակայն Ամերիկան վերահսկում է իրավիճակը եւ անհանգստանալու պատճառ չկա։ Հեքսեթի խոսքով այսօր ԱՄՆ-ն Իրանին կհասցնի այնպիսի հուժկու հարվածներ, որոնք երբեք չեն եղել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ հեռախոսով խոսելիս հայտարարել է, որ Իրանն արդեն հանձնվելու շեմին է։ Ըստ Axios պարբերականի, Թրամփն իր գործողությունները որակել է որպես քաղցկեղային ուռուցքից ազատում, որը սպառնում էր բոլորին։ Նա ենթադրել է, որ Թեհրանում այլևս չկան պաշտոնյաներ, որոնք ի վիճակի են կապիտուլյացիայի որոշում կայացնել, քանի որ պարզ չէ, թե ով է իրականում ղեկավարում երկիրը։ Նա նաև բացահայտ ծաղրել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, նրան անվանելով թուրամորթ։ G7-ի առաջնորդները սակայն լուրջ մտահոգված են պատերազմի տնտեսական հետևանքների համար։ Նրանք Թրամփին կոչ են արել հնարավորինս շուտ ավարտել ռազմական գործողություններն ու ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը առևտրային նավերի տեղաշարժը վերականգնելու համար։ Չնայած Թրամփը նշել է, որ իրավիճակը նեղուցում բարելավվում է, նա խուսափողական է եղել պատերազմի ավարտի հստակ ժամկետների հարցում։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իր նպատակն է հարցը վերջնականապես լուծել, որպեսզի 5 տարի անց ստիպված չլինեն նոր պատերազմ սկսել Իրանի դեմ։
Սպիտակ տունը ցուցադրաբար անտեսել է եվրոպական դաշնակիցների հորդորները եւ մեղմացրել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները։ Մարտի 13-ին Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները հեռախոսազրույցի ժամանակ փորձել են համոզել Դոնալդ Թրամփին չգնալ այդ քայլին։ Եվրոպացի գործընկերները մտավախություն ունեն, որ Մոսկվան կօգտագործի իրանական ճգնաժամը պատժամիջոցները շրջանցելու համար։ Սակայն Թրամփի մերձավորները Ջարեդ Քուշների գլխավորությամբ նույն օրերին կուլիսային հանդիպում են ունեցել Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցչի հետ։ Այս բանակցություններից անմիջապես հետո Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պաշտոնապես թույլատրել է տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Իրավիճակն ավելի է սրվել մեծիոտնյակի հանդիպմանը, որտեղ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտ ծաղրել է Քիր Սթարմերին ռազմական հարցերում տատանվելու համար։ Վաշինգտոնի նման գործելավոճը լուրջ կասկածներ է հարուցում Արևմտյան դաշինքի միասնության եւ Ամերիկայի իրական շահերի վերաբերյալ։